Ողջույն հարգելի հայրենակիցներ, ուրեմն այսօր մեր թեման շատ ծանր է, այս չնայած գիտակից մարդկանց համար է դա միայն ծանր լինելու, այն ինչպես միշտ ասում եմ, բիսեդկի բոմժերի համար դա ծանր չի լինելու, որովհետև բիսեդկի բոմժերի 99%-ը Նիկոլի վկաներն են։ Նիկոլը որոշել է թազա աղանդ բացի, թազա կրոն բացի մեր առաքելական եկեղեցու փոխարեն Նիկոլի վկաներ կոչի եւ այդպես մի հատ հավատք աղանդ էլի բերի արենա։ Հարգելի հայրենակիցներ, Նիկոլ թուրքահապատակը Թուրքիայից վերադարձել է Հայաստան գիշերը։ Բայց մինչև վերադառնալը վստահ եմ, որ համաձայնության է եկել Էլդողանի հայտարարությանը, որ հայ ժողովուրդ Արաքսից այն կողմ էլ Հայաստան գոյություն չունի։ Բիսեդկի բոմժեր, իմացեք, Էլդողանի հայտարարությունը նստել եք տեղ, Նիկոլ եք պաշտում, բայց Նիկոլը ձեր թիկունքից այնպես է հատվածում, որ կյանքում ուշքի չեք կարենալու գայք, բայց բոլորի դեմքի ֆասադը հիշում եմ, բոլորը պատասխան եք տալու, բոլորդ, հատ առ հատ, բիսեդկի բոմժեր, ձեզ եմ ասում, որ միակ Նիկոլի համար ազգականին կարող է ինչ հայոյանքներ ասես չտա, միակ Նիկոլի համար, մի մարդը կարող է լինի դիվանագետ, Նիկոլին չընդունի, այն մի մարդը լինի շոֆեր, չգիտես, բան որ ինչ ասես լինի, Նիկոլի ընդունի և այսպես, և վերջերս նկատեցի Արշակ Կարապետյան քաղաքական պոտենցիալ պոռնիկի էջում իր թիմակիցները տեղադրել են իբրև թե որ Ռոբերտ Քոչարյանը ծագումնաբանությունով թուրք է։ Ես ասել եմ, ասում եմ և կասեմ շարունակական, այս Հայաստանի Հանրապետությունում, այս իշխանությանը, թե միակ ընդդիմություն կա, 21 թվականի ընտրությունների օֆիցիալ տվյալները ապացուցեց, որ դա մենակ Ռոբերտ Քոչարյանն էր։ Մնացածը զրթ ու զիբիլ էին, անիմաստ ապարդյուն ձայներ փախցնող։ Վերից վար, եթե Արշակ Կարապետյան, դու այդքան տղա էիր, Ռոբերտ Քոչարյանը ասենք թե թուրք է, նա թուրք լինելով Հայաստան էր պահում, անառիկ բանակ էր պահում, երկրի տնտեսությունն էր աճեցնում, մի շարք բարի դրացիական բաներ արեց, դու անվանակոչում եք ձեր թիմակիցներով թուրք նրան, այսինքն դուք ընդդիմություն չեք, այլ Նիկոլի պոտենցիալ պոռնիկներն եք մի ուրիշ կարգավիճակով, ձեր դեմքը ցույց տվի գյանին փախել եք, դու փախածել չես, գնացես լես ընդեղ, փողեր ես լվացում, ով որ կկոչի Ռոբերտ Քոչարյանին ընդդիմություն չի և թուրքա, նա Նիկոլի պոտենցիալ պուտանգեքն են, կարող է տանին Նիկոլը կանգնեցնի ծերեթերի և փող աշխատի, Նիկոլ, ուղիղ կեզ դաբրո եմ տալում, դիր դրանց ծծմաժոր արա, ոնց կուզես, սքեմաժոր դրա բողբոչ, ոնց ուզում ես, դրանց պտի այդպես անես, քիչ է դրանց, են բիսեդկի բոմժերին էլ կեզ նվեր եմ տալիս, վերից վար, դրանց դեռ քիչ է, հլը սրանք ուշքի չի եկե, որ դու ես երգիրը կորցնում ես, միդումնավոր, և Հայաստանի Հանրապետությունում շատ մարդիկ Սամվել Կարապետյանին անվանակոչում են այդ բիսեդկի բոմժերը, թալանչի է, նախ այ բիսեդկի բոմժեր, մի հատ փաստ ապացույց կարող եք բերել, որ Սամվել Կարապետյանը թալանչի է, դուք խոսում եք Նիկոլի էֆորիայի տակ մտած Լևոն Տեր-Պետրոսյանի սիոնիզմի ծրագիրը կյանքի կոչելու համար, ուրիշ ոչ մի բան, վերից վար դուք էտ եք, այ քաղաքական պոռնիկներ, մեր ժողովուրդը շատ հաճախակի ասում են քաղաքականությունը պոռնկություն է, ես էլ ասում եմ քաղաքականությունը են վատ առավ պոռնկություն, երբ որ բիսեդկի պոռնիկները զբաղվեցին քաղաքականությունով, այ ես են իրականում,
Ես ուրիշ բան չունեմ ասելու, դուք ինքներդ ձեզ գնահատական տվեք եւ շարժվեք առաջ։ Մենք մեր ուզածին հասնելու ենք։ Այն դատավորները, այն դատաղազները, When տակետու անգետ Նիկոլի զոմբիները վերից վար պատասխան են տալու ոստիկանություն, ովքեր որ անառիկ քայլեր եք արել, ձեզ էլ ենք հերթով ֆիքսել, դուք էլ եք պատասխան տալու, ու 7 տարի է իշխանության ղեկին է, այս 7 տարվա մեջ ով ինչ պաշտոն կլինի, զվանի կլինի, ինչ ստացելա, զրոյացնելու ենք, ու հերթով ծնկի է գալու պատասխանատվության ենթարկելու, ապօրինի հրահանգներ կատարելու, այդ տղան, ԱԶ-ի տնօրենն էր, որ փաթեց Նիկոլին ու գցեց պատմության աղբար կղա, թեկուզ գործից հեռացավ, Այ Աբազյանի պես տղա եղեք, թե կարող եք, արշակ, հելար փախաստիկներդ քաշիտ, Հայաստանից ուզում ես ասես դու մարդ ես, Քոչարյանը դսում էր, կարող չգարել, եկավ, չկարողացան ապացուցեին, դատեին, մի խոսքով մի շարք բաներ ուզում էին անել, այդ դու ես տղեն Քոչարյանը տղա չի, շատ եք հաբրգել, քո թիմակիցներով հանդերձ, դու էլ պատասխան եք տալու, Նիկոլի վկաներ, Գուրգեն Սիմոնյանով, Նորիկ Նորիկյանով, Դավիթ Սանասարյանով, Արման Բաբաջանյանով, Լևոն Շիրինյանով, սաղ վերից վար, այդ հունարոմյական պուտանգեքով պատասխան եք տալու, շնորհակալություն ուշադրության համար։